Այսօր հնարավորություն կա, հեռախոս, ինտերնետ, ձեր ալիքը կարող եք ստեղծել, ստեղծեք, կրկնօրինակել չէ, ստեղ շատ վտանգավոր բան կա, շատ մարդիկ կա, ուզում են կրկնօրինակել, կտեսնեք, մտնում են 4 միլիոնատ խմբերում են իրանք, 4 բոլոր, ում ասես այդտեղ խմբերում կան, ում ասես ճանաչում են, ում ասես գիտեն, եւ իրանք իրանց չգիտեն այդ մարդիկ, որովհետեւ այդտեղ անընդհատ պարազիտ լինելով չի լինի։ Պետք է նաև գտնեք, տեսնեք, ձեր ներսում կա այդ պարազիտը դեռ նստած, որ ինքը անվճար ինչ-որ բան է ուզում ստիցնդից վերցնի, ուզում է ինչ-որ այդպիսի բաներն էլ նկատեք, մի վախեցեք, դա հենց կազատեք, նոր շունչ կբացվի, հասկանում եք, ապրեք, հատ ջուր եք խմում, շնչում եք, նոր շիշ ունեմ նվեր, Հիմա, մինչև կլինեն հարցեր, ես ասեմ, ովքեր կպահեն իրենց հարցերը անջատելուց առաջ, ոչ մեկի հարցին չեմ պատասխանելու։ Մի պահեք ձեր հարցերը վերջի որ պետք արդեն ասում եմ տեսություն, այդ բանին եք ուզում հարց տաք։ Հիմա ժամանակն է։ Ես խոստովան եք, ինչ զրույցներ կա ձեր ներսում, որ հələ բաց չեք թողել, ինչ որ մեկի հետ ինչ որ բաներ եք խոսում։ Մի ուզեցեք հիմա դու ինքներդ մի փնտրեք, թույլ տվեք թող գա այդ պատկերները։ Հիմա նայեք, այդ խոսակցությունները ձեր գլխի մեջ է, այդ խոսակցությունները ձեր կենսական էներգիայից է գնում, այդ խոսակցությունները շատ ժամանակ նաև հենց այդ մարդու ձայնով է ձեր ներսում պտտվում, շատ նման ձայնով, ոնց է պտտվում, որ ինչ-որ դեպք է խոսում, քննարկում եք, հլո ինչ-որ բաներ կա, չեք համաձայն, այդ սենց ուղղակի սենց կողքից մի հատ տեսեք, այդ ինչ է ձեր ուղեղի մեջ տեղի ունենում, ինչ եք թույլ տալիս, որ ձեր ուղեղի մեջ ինչ-որ խոսակցություն տեղի ունենա։ Հիմա ովքեր որ հասկացան ինչի իմաստն եմ ասում, մնացեք, հիմա շնչում ենք այդտեղ, շնչեք մարմնի որ հատվածում եք զգում, շնչեք, թույլ տվեք, ձեռքը դրեք այդտեղ, ձեռքը դրեք այդ հատվածն, որտեղ որ զգում եք, որտեղ որ թույլ տվեք, թող ձեր ձեռքերի էներգիայով քանդվի, շնչեք, 1-2 րոպե էսենց շնչեք, համ լսեք, համ շնչեք, լուծարեք, ձուլեք, միաձուլվեք, ձեր էներգիան հետ վերցրեք, բոլոր վիրավորվածներից, կյանքի առաջ, ծնողներից, տատիկ-պապիկներ, ցեղից, հարազատ անհատներից, ճանաչած մարդկանցից չճանաչած, օնլայն թե օֆլայն, կապ չունի, երեխա ժամանակվանից, այն որ ձեզ չեն լսել, ձեզ փոքրի տեղ են դրել, բայց այդ էլ է, չէ, վիրավորական եղել, խորքային ինչ-որ կպել է ինչ-որ տեղ, այդ ինչ-որ տեղ կպնում է, ինքը չի ուղղակի կորում, ինքը գնում մեր մարմնի մեջ է նստում, որը որ կոչում ենք ֆասցիա, ֆասցիայի մասին տեղեկություններ շատ քիչ կա, ու այդ ձևը շատ քիչ կա, ոնց անեն ու ոնց կապեն գիտակցությունը, դրա համար ֆասցիայի մասին, նայեք, ֆասցիա կուրսը մինչև այս տարվա ավարտը լինելու է իր նույն գինը, որը որ կա, 7 պրակտիկա կա, 2 ժամ պլյուս պրակտիկաներ, առաջի պրակտիկան, ես շատ սիրելի անհատ կա ստեղ, որ ինքը հաշվում է, բոլոր, այսինքն առաջի պրակտիկա, երկրորդ, երրորդ, առաջի պրակտիկայի ժամանակ մենք արել ենք 57 վարժանք, ընդամենը այսքան տարածքում, 57 տեխնիկա ու վարժանք, հասկանում եք, հետո երկրորդը 39, երրորդ չորրորդը չեն ասել քանի հատ է, հենց կասեմ դրանք էլ, միանգամից կասեմ, ուզում եմ այդ կուրսի հասկանաք, որ կուրսը դուք մեյքափ չի, որ դուք սենց մի անգամ գաք, ես ձեզ շպարեմ, հետո գնաք առիթ լվացվեք, всё պրծա, ձեր փողներ, ձեր արածներ, ինչ է, գնացիք հա մի հատ նկար շատ ունենաք այդ առիթից, չէ՞, հետո, բայց ֆասցիա ես կուրսը ձեզ ինչ է տալիս է ուղղորդում, տալիս է որ գործ անեք, իրոք գործ, նստեք գործ անեք, ովքեր որ են խմում են, հիմա ասում քանի հոգի, հեսա նայեմ ֆասցիա խումբը, 31 մարդ կա տեղ, 31 անհատ, 31 մարդիկ, ովքեր որ հասկացել են, որ ժամանակն է մարմնով զբաղվել, առողջացնել, ովքեր որ անհատական պրակտիկաներ են եղել իմ մոտ, հիշեցնեմ, անհատական պրակտիկաները չեն, իրանք ժամկետով չեն, իրանք անհատապես ձեր համար են, որ կրկնեք, լսեք, հիմա ասեմ ձեզ լսելու մի տեխնիկա, երբ որ լսում եք ձեր անհատական պրակտիկան, երբ որ մենք արել ենք միասին,
լսուցիք, ձայնագրությունով եկաք, հասակ մի հատ կետ, որ ես ասում եմ դա արեք, վերջ, անջատեք, դրեք ձեզ 10 օր ժամանակ, օրվա մեջ 5 րոպե 10 րոպե կգտնենք ու դա արեք այդ կետը։ Այսինքն ես ասում եմ նկատիր սա, օրվա մեջ նկատիր թե ինչ ես եւ այլ տարբեր բաներ կա, չէ՞։ Ու դուք դա պետք է անեք։ Դա է ձեր ուղղորդումը, որ դուք ձեր ներսի ալիքին հավատաք, դուք ձեր ներսի զգացողական դաշտին սկսեք վստահել։ Վստահելու համար ժամանակ ապրեք, որովհետեւ նյարդային համակարգը մինիմում մի տարուկես 2 տարի տևում է մինչև կարգավորվում է, հենց ֆիզիկական մարմնի մասն եմ ասում։ Մենթալ իրանք ազատվում, բայց դեռ գիտեք, հոգու մակարդակում ունեք համաձայնություն տրված ինչ-որ սցենարների հետ, որ իրանք նորից կրկնվում են։ Դրանք, եթե դուք չորսակ ու չտեսնեք, չեք կլորվի ձեր էներգիայով, չեք ամբողջական դառնաք, կմնաք լալալենդում հլը։ Իսկ լալալենդում դուք թվում է, որ որոշումներ եք կայացնում, բայց այդ բոլոր որոշումները կայացրելը ձեր ծրագրավորում են ձեր լսածով, կերածով, նայած, աչքերով, սկանավորած, զգացած, այդ աշխարհն է, որ պետքա դուք անընդհատ ձեր այդ հաշվի լինեք, անընդհատ պետքա դուք հետ վերադառնաք ձեր մարմին։ Ձեզ անընդհատ մեզ սովորեցրել են, որ մենք թռնենք։ Ոնց են ասել, ոնց են սովորեցրել, գնացել ենք աշակերտ դպրոց, նստել ենք 45 րոպե դու պետքա ուղի նստես։ 45 րոպե նստում ես, ձևացնում ես, որ հասկանում ես, ձևացնում ես, որ վաու, ամեն ինչ իդեալական, որովհետև այնտեղ սովորում ենք ձևացնել։ Ինչ է լինում, նայեք, մենթալ աշխարհում դու սկսում ես թռնել։ Դու լսում ես, այ իհարկե լսում ես, հետո ինչ որ բան դու տեղում չես։ Ու դա մենք անում ենք, ասենք 10 տարի։ Հետո դրա ավելի ուժեղ լեվելն ենք գնում, ասենք գնում է համալսարան, գնում է ինչ որ կյանքի աշխատանք, փորձ եւ այլ։ Ու տենց գիտակցությունը զգացողական մարմնի թե ինքը ինչ կրակում էր, որ ուզում էր տարես աշխարհից, ասում մոռանալ։ Ոչ թե մոռանում, իրենք անընդհատ ջուր են պահում ձեր այդ կրակի վրա։ Իրենք անընդհատ այդ շերեփը որ հավաքում եք, որ սուպ եք եփում, որ ինչ են ասում դրան, որ տերեսից հավաքում եք, այդ նույնիսկ իրենք գալիս են ձեր, այն որ sense հավաքում եք ձեր կրակը, որ հեսա պտի ձեր լավագույն կյանքը սկսեք ապրել, ու լավագույն կյանքանի մտածեք, ասես միանգամից ձեր բան կա։ Դա էդ էլ է ծրագրավորած։ Լավագույնը գիտեք, որ ձեր ներսի ազատությունն է, ձեր որոշումների ազատությունն է, ձեր ներկայության, ձեր տղամարդություն, ձեր կանացիությունը, բառերը չէ։ Բառերը բլբլում է, սա աշխարհը բլբլում է այսօր։ Մի բացեք, որ ուզեք, բացեք նայեք։ Այդ մարդուն հենց տեսնեք իր ապրած վիճակում, կհասկանաք, որ այդտեղ ընդամենը ձեն է գալի, շուխուր է։ Հիմա եկել է, որ դուք ձեր ներսի աչքերով տեսնեք։ Եկել է այն ժամանակը, որ հերիք է մանգակ ինչ որտեղ ուսուցիչ ու ես ինչ եք մանգալի, գուրու, չգիտեմ, գնա մեկը Էլբրուս, մեկ ուզում է գնա այնան։ Եթե ձեր հոգու սրտի հետ դա 100% մաքուր է ու դուք պետք է լինեք այդտեղ, ինչ ուզում եք այդ մեկը դուք այդտեղ կհայտնվեք ինչ որ ձև, բայց կհայտնվեք, երբ որ ձեր ժամանակն է։ Դրա համար ներեք, այսօր ժամանակ վերցրեք, ամսի 23-ն է նոյեմբերի։ Տարին ավարտում ենք 2025 թվականը, շատ հիանալի տարի, շատ ինքը sense massive տարի էր, ամեն ինչով լիքը, ոնց որ մի 500 կյանք ապրածել ենք, ովքեր որ գործ են արել, ովքեր որ անցել են փլուզում, առողջական խնդիրներ, ինչ տանջանքներ, տարբեր տեսակ, ցնցանք, լաց, այսպես է եղել 2025 թվականը։ Դա ինչի համար է եղել այդպես, որ ավարտեք, ովքեր որ հիմա արթնացել են, որ ավարտեք խաղ խաղալը ձեր կյանքի հետ, խաղ խաղալ անգիտակից խաղալը դադարեցնեք, սկսեք գիտակցված խաղալը, գիտակցված կյանք խաղալը որն է, արթնացել եք ժամը 6-ին ձեր քունը չի տանում, չէ, ու պատահական դուք ունեք ֆաստիայի, ասենք դասերը, ինչ եք անում, չէ, ասենք, լավ ֆաստիան չունեք, առավոտ արթնացաք, հարց տվեք, ինչ ընթացք եք ուզում ձեր օրը, ձեր մարմնի հետ մարզան կարել եք, թե ուղեղը արդեն հոգնել ասում է ես ժամանակ չունեմ, ոնց հասցնեմ, բացում եք ձեր հեռախոսը, տեսնում եք, որ այդ օրվա ընթացքում 14 ժամ, ասենք հեռախոսի էկրանին եք եղել ինչ որ ձև, բայց ասում եք ժամանակ չունեմ։ Իմ ասած անկեղծությունն է ճշմարտությունը ձեր ինքներդ հետ,
Դրա մասին է, որ եթե չկարողանաք պահեք, ուզում եք գնացեք բան, չգիտեմ, ասենք տեղ կա տենց ինչ որ գնաք, կարաք գնաք, փախուստ կլինի, կգնաք ինչ որ գազարագույն շոյերով մարդուց կուզեք, կգնաք ինչ որ սև շոյերով մարդուց ինչ որ բան կուզեք, կգնաք ինչ որ երկար բեղերով, սենց ինձ դնում է, չէ՞, այտենց մարդուց ինչ որ բան կուզեք, ինչ որ մեկից անթեժ որ բան կուզեք, բացի ինքներդ ձեզ տալուց, ինքներդ ձեզ կարգավորելուց, ձեր առողջությունը ձեր առաջի կետն է։ Ոնց է լինում, որ մարդը, այսինքն լիքը մարդկանց համոզել են, 8 միլիարդ մարդկանց համոզել են, որ դեղը օգնում է, հաբը ռոզվի որ կա, չէ, սիրուն գունավոր են, չէ, սարքում հիմա օգնում է, բայց շնչել արտաշնչելու դա բացարձակ զրոյական, մարդը արժեզրկում ունի անգամից։ Հիմա ստեղ շատերը նույնպես արժեզրկում եք շնչել արտաշնչելը։ Չեք հավատում, որ շնչել արտաշնչելը կարա ձեր ինչ որ սիրտ, ճնշ, չգիտեմ, այդ ովքեր ունի տարիքի, ովքեր էլ չէ, ձեր էմոցիոնալ նյարդային համակարգը բերի ներկա։ Ճիշտ է ասում, դա պատահական թիվ չի ասում, միջինը 20,000 շունչ եք անում օրվա ընթացքում, 20,000 անգամ դուք շնչում արտաշնչում եք։ Ովքեր են հիշում ինչից էինք խոսում, խոսում էինք, որ մարդկանց համոզել են, որ հաբը, այն պիլյուլյաները, որ խմեցիք կախարդանք է լինում, բայց շունչ արտաշնչելը ամեն ձև արել են, որ արժեզրկեք այդ ամեն ինչը։ Գիտակցվածի մասին եմ ասում։ Հիմա մի հատ հարց տամ, 20,000 անգամ, երբ որ դուք անում եք այդ գործողությունը, կարելի է դրան անպատասխանատու վերաբերվել։ Մի հատ էլ հարց տամ, ովքեր որ մտածում են, որ всё-таки դա շնչելը այդքան էլ կարևոր չի մեր կյանքում, հենց հիմա ընթացքում հանդիպման 3 րոպե մի շնչեք, ուղղակի սկսեք չշնչել, ու կտեսնենք դուք կգրեք, թե չեք էլ գրի էլ արդեն, այնտեղ կապտեք ու կընկնեք, այդքան սկսեք արժեզրկել լավ բաները, հասկացեք որտեղ է ձեր արժեզրկումը սկսում, որտեղ են ձեզ ծրագրավորել, որտեղ են ձեզ ծրագրավորել, որ ուտելն ավելի կարևոր է, քան չուտելը, քան գիտակցված մարմնի հետ կապ ունենալը։ Այդ հարցերը ձեզ տվեք, ես ասեցի չէ սկզբում, կան շատ պատասխաններ, բայց չկան հարցեր։ Դուք շուտվանից եք պատրաստ ձեր պատասխանները տալու, ձեր ներսի, սկսեք ձեզ հարց տալ ուղեղին, մի վախեցեք իրան նեղելուց, մի վախեցեք իրան դնելու ինչ-որ վիճակների մոտ, հարց եկավ շեղվեցի, հեսա կպատասխան, մի թողեք են իրավիճակները, որ ինքը, վայ շատ է ես օգնեմ իմ ուղեղին, որ ինքը որ ես ոնց որ շատ ում եք խղճում եք, որ հետո գնում եք հիվանդանոցում, բոլորը ինձ արդեն զանգենք, բան, հա, մի հասցրեք այդտեղ, այսօր ամսի 23-ին որոշում կայացրեք, ու ոչ մեկ ստեղ չի կարա ձեր տեղը որոշում կայացրի, որոշում կայացրեք, որ ձեր կյանքը փոխում եք, ու անկախ այն մարդիկ, ովքեր որ ձեզ կասկածում են, ծիծաղում են, ձեռ են կուլ տվեք այդ մարդկանց, ուղղակիորեն իրանք չկան, հասկանաք, իրանց ուղեղը վերցրած այդ համակարգը, ամբողջական 98% կոնտրոլ կա տեղ, 98% այդ մարդը, ով ձեզ ուզում է թույլ չտա, որ դուք լավը ճառագեք, ուրեմն ինքը ամբողջական գտնվում է ռեպտո համակարգերի տակ ու չգիտեմ մնացած համակարգերի տակ, ամբողջական։